Բաքվում պահվող հայ ռազմաքաղաքական գերիների ու պատանների ցուցմունքները միանշանակ ընդունել չի կարելի, ասում է միջազգային իրավունքի մասնագետ, քաղաքագետ Արմեն Մանվելյանը։ Նրանք խոսում են ճնշումների տակ, շարունակաբար ենթարկվելով կտանքների։ Միջազգային պրակտիկայում այդ փորձը կա, երբ որ որոշակիորեն պատանդի կարգավիճակ ունեցող անձանց ցանկացած հայտարարություն եւ կամ ճակերտավոր ասած խոստովանական ցուցմունք չի կարող օրինական ճանաչվել։ Ուզում հասկանալ է, որ մարդկանց կյանքը վտանգված է եւ իրենք փրկելու համար իրենց կյանքը կարող են եւ ցուցմունք տալ, որոնք հակասում են, սկսենք նրանց, որ դա ճշմարտացի չի, հակասում է իրենց մոտեցումներին եւ բարոյական կերպարին, սակայն նրանք ստիպված են գնալ այդ քայլին իրենց կյանքը փրկելու համար։ Ի վերջո դատական պրոցեսները չեն լուսաբանվում ու ինչպես զրուցակիցներս են ասում, հնարավոր է, որ նախագահներից ոչ ոք ցուցմունք չի ներկայացրել, իսկ Արկադի Ղուկասյանի ցուցմունքում տողատակեր է տեսնում քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Իրենց խոսքերին պետք է չի լուրջ վերաբերվել այդ իմաստով, որ այդտեղ ինչ-որ քաղաքական ենթատեքստ որոշել գտնել։ Այդ մարդիկ ծանրագույն վիճակում են գտնվում եւ ինչ-որ ձևի փորձում են խուսափել, որքանով հնարավոր է այդ հարցերից եւ այդ հարցերին ինչ-որ ընդհանուր պատասխան տալ։ Օկուպացված Արցախում բնակվող քաղաքացիներից մեկն էլ ցուցմունք է տվել Ռուբեն Վարդանյանի դեմ։ Իբր Վարդանյանը ֆինանսավորել է մարդկանց խմբերին զինպատրաստություն անցնելու համար։ Բաքվում պատանդ լինելն ու բռնազավթված Արցախում բնակիչ լինելը նույն կարգավիճակն ունեն, ասում է մասնագետը։